մի քիչ այլ մակադարձում կսպասեի, որքանով որ հասկանում եմ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով, քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև դատախազության մասին օրենքով, կանխակարգ չլինելը դա բացարկի հիմքերից մեկն է։ Ես օրինակ իմ խոսքը կառուցել եմ բացառապես դրա տիրույթում։ Եթե դա այլևս իրավական կատեգորիա չէ, քավլիցի դա էլ ֆիքսենք։ Ես լսեցի, որ պարոն Հովհաննիսյանը փաստորեն առարկություն ուներ եւ ինձ հորդորեց զերծ մնամ սրբազանի կարգավիճակը օգտագործելու համար, որովհետեւ մեղսագրվող արարքը հոգեվոր գործունեության համար չէ։ Այդ հոգեվոր գործունեության համար երբ կարող մեղադրանք առաջադրեք։ Այսինքն հոգեվոր գործունեությունն էլ ակրեականացվել։ Այսինքն օրինակ սրբազանը իր առաքելությունը կատարելու համար Այդ հիմա հակադարձեք ասեք, որ դրա համար չի։ Եթե սրբազանը ունի այդ կարգավիճակը, որը Հայաստանի Հանրապետության հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար բարձրագույն կոչում է, վստահ եմ ձեր համար էլ է տենց։ Հիմա ինչ է, էդի չնշենք, հիմա սրբազանը չէ, ու նստած է մեղադրյալի աթոռին։ Ըստ էության մի մեղադրանքի շրջանակներում, որից հղումներ մեղադրական եզրակացության մեջ տվել եք, որը թերի է, առնվազն ձեր գնահատմամբ է, մեր գնահատմամբ կեղծ է։ Հիմա այդ պայմաններում չասենք սրբազանը 100 օրից ավել կալանավորված է։ Ինչ էի ասում իմ խոսքում, եթե դա սոփեստությունն է քավլիցի։ Ի վերջո սոփեստությամբ Սոկրատեսն էր զբաղվում, օքեյ, շատ լավ։ Դե ստացվում է Խուլդոյանը, ես նոր սոփեստներն ենք։ Ինչևէ թող դա լինի գնահատականը, ես ուրիշ բանն եմ ուզում հասկանամ, լավ, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ դատախազության, Հայաստանի Հանրապետության դատախազության, առաջին հանրապետությունից մինչև երրորդ հանրապետություն, վստահ եմ առնվազն դրա վերաբերյալ կոնսենսուս ունենք, մենք դեռ 4-րդ հանրապետություն չենք ներխուժել։ Հիմա քանի դեպք է եղել, որ մեղադրյալ է եղել սրբազան։ Ինչ կապ չունի ինչն է մեղադրանք, որտեղ առնվազն անմեղության կանխավարկածը ձեր համար էլ չի աղթարվել։ Վստահ եմ ձեր համար էլ չի աղթարվել, ինչքան էլ դուք ներքին համոզմունք ունենաք, որը ձեզ թույլատրելի է միայն հանրային մեղադրողներին, բայց չի աղթարվել, որտեղ չկա, չէ՞ օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Հիմա այդ պայմաններում բա դա ոնց չընդգծենք, ոնց այդ հուզականությունը չընդգծենք, բա կա այդ հուզականությունը։ Գործընկերներ, եթե չկա այդ հուզականությունը, դա ուրիշ խնդիր է, դա ավելի վատ բան է, դա նշանակում է էլի կանխակալությունը ավելի ամրապնդված է։ Շնորհակալություն։ Միջնորդությունը քննարկելու ընթացքում դատախազություն մեղադրանքի կողմ անգամ մի բարձ է ասել, որ պետք է առանցում ընդհանրում։ Դրանից հետո դուք որոշում եք ասել մերժելու, նոր դրանից հետո է ասել, որ առանց քննության պետք է առաջարկվի։ Իսկ ստացվում է, որ պարոն Դաշտյանի միջնորդությանը գործընկերը առարկել, ինչու նման բան չի եղել։ Հարգել դատախազների դիրքորոշման հետ կապված դատախազների ամբողջ դիրքորոշումը հիմնված է նրա վրա, որ պաշտպանական կողմը ստեղ հանդիսատեսի համար աշխատում, իրանք էլ եկել են ստեղ մաքուր իրավաբանություն են անում։ Եթե մաքուր իրավաբանություն եք անում, անցած նիստին քննարկում եք խափանման միջոցների հարցը։
դուք հելակ բոլոր 18-ի վերաբերյալ ասի կխուսափեն, նոր հանցանկանեն, կխոչընդոտեն։ Օրինակ իմ վստահորդի մասով առաջին այդանի դատարան ամենասկզբից գրել է, որ չի կարող ինքը խուսափի, որտեղ ինքնակամ է ներկայացել։ Վերաքննիչ դատարանը 2 անգամ հաստատել է, որ չի կարող նոր հանցանք կատարի, ու մենակ մնացել է խոչընդոտելը։ Եթե դուք մաքուր իրավաբանություն եք անում, հիմա ելեք ասեք, թե այդ մարդիկ ինչ եղանակով կարան գործի քննությանը խոչընդոտել։ Այս արդեն որ երրորդ նիստն է, դուք հելում ասում եք, դուք սոփեստություն եք անում, մենք էլ ստեղ իրավաբաններ ենք, մխիթար գոշ է ստացել ենք, դա հաստատված է, որ մենք նորմալ բանը ստացի։ Եմ ասում չափինա հանգստացի։ Մաքուր իրավաբանություն եք անում, ոչ կարա խոչընդոտել։